ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել մեզ եւ լսել, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե կարող եք միանալ մեզ Facebook-յան հարթակում Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում, այստեղ մենք հասանելի ենք live stream-ի տարբերակով, կրկին լսելու, տեսնելու հնարավորություն կա։ Ներկայացնեմ, թե ում հետ ենք այսօր զրուցելու, Perfecta Spa կենտրոնի մասնագետներ Մարլենա Ալեքսանյան, մենեջեր, ողջույն։ Ողջույն։ Եվ Գրետա Հովակիմյան, ավագ մասնագետ, կինեզիոլոգ, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն այս թեման մեզ նվիրելու համար, երևի նվիրել կասենք, որովհետև այսօր այն բացառիկ եթերներից է, երբ մենք չենք խոսելու առողջական խնդիրների, հիվանդությունների, վիրահատությունների, իհարկե դրանք ծայրահեղ կարևոր են, բայց այսօր ավելի շատ հաճույքի, ռելաքսի, տարբեր եւ առողջությանը, եւ գեղեցկությանը, եւ տրամադրությանը, հոգեվիճակին դրական նպաստող գործընթացների մասին ենք խոսելու, որը մեզ պարգևում են սպա կենտրոններն առհասարակ եւ մասնավորապես այսօր Perfecta Spa and More, չէ, այդպես է գրված սոցցանցերում, որովհետեւ միայն սպա չէ, ես հիշում եմ, երբ առաջին անգամ մտա կենտրոն, ես հասկացա, որ այստեղ կարելի է այսպես տնային շորերով նույնիսկ գալ մտնել եւ մազերի ծայրից մինչեւ ոտնաթաթերը խնամված, պատրաստված, այո։ Ախր միայն խնամվածը չի, եւ գեղեցկացած, եւ այդ լարվածությունը, մեր ամբողջ օրվա կենցաղի կայունությունը վերականգնած, հոգեվոր եւ մարմնի կայունությունը վերականգնված կարելի է դուրս գալ եւ չկա գեթ-մեկ ծառայություն մարմնին այդ մազերից մինչեւ հարդարումներ եւ ոտնաթաթեր, որ չլինի այս կենտրոնում, այն նման է մի փոքրիկ քաղաքի, հարգելի ունկնդիրներ, որտեղ կարող ես մտնել եւ քեզ ոչ ոք չի խանգարի այս բոլոր հաճույքներն ու ռելաքսները ստանալու համար, վայ, ես ինչքան ոգևորված ես գոմեցի, որովհետև իսկապես եղել եմ, իսկապես շրջել եմ, ծանոթացել եմ եւ ներսից մանրամասն տեղյակ եմ։ Հիմա բոլոր նրանց համար, ովքեր առաջին անգամ են միգուցե լսում Perfecta անունը, որը գիտենք, թարգմանաբար նշանակում է կատարյալ, ձգտում եք առավելագույնի կարգախոսներ այդպիսին, ուղին դեպի կատարելություն։ Կարգախոսներ, այո, ուղին դեպի կատարելություն եւ այսպես Perfecta Spa եւ ավելին, ընդհանուր առմամբ սպա կենտրոն եւ հիմա հասկանանք ձեր օգնությամբ որպես կենտրոնի մենեջերի, թե ինչ խմբերի, ինչ բաժինների պրոցեդուրաների միջով մենք կարող ենք անցնել, այ ընդհանուր առմամբ ինչ է առաջարկում այս կենտրոնը։ Perfecta Spa-ն առաջարկում է իհարկե արդեն իսկ ինքնին իր անունը ասում է, որ սպա ծառայություններ, մերսման ծառայություններ, ապարատային մերսումներ էլ ունենք, ոտնահարդարում, մատնահարդարում, վարսահարդարման ծառայություններ, կոսմետոլոգիական եւ մազահեռացման ծառայություն։ Մազերից մինչև Գրեթե, այսպես ասած, բոլոր ծառայությունները, որը կնոջ խնամքի համար է նախատեսված։ Իդեպ, փաստորեն ձեր կենտրոնը նախատեսված է հիմնականում կանանց, աղջիկների, երեխաներ չէ, դեռահասներ չէ, երևի թե չափահասության տարիքի, հա։ Չէ, գիտեք, տարիքային սահմանափակում դա էլ մի փոքր հասկանանք։ Ուղղակի միայն կանանց եւ աղջիկների համար են տարիքային սահմանափակում չունենք, փոքրիկ հաճախորդուհիներ էլ ունենք։ Նույնիսկ մանկասայրակով հաճախորդուհիներ ունենք, որոնք ծանոթանում են սպա կուլտուրային մայրիկների հետ այցելելով։ Ինչ կավելացնեք, եկեք այսպես ծառայությունների առումով խորամուխ լինենք, կարող եք նշել, թե մեր օրերում վերջին ժամանակներս հաշվի առնելով, որ 3 ծառայություններն են top եռյակում գտնվում, որ ամենապահանջվածն են, ամենասիրվածն են եւ առանց դրա հնարավոր չէ ձեր կենտրոնը պատկերացնել այսօր։ Ժամանակի ընթացքում արդեն երևացել է, որ ամենապահանջվածը դա համամն է, առաջին հորիզոնականում համամ ծառայությունն է։ Ինչ է դա, մի փոքր կնկա, ինչ է կատարվելու մեզ հետ։ Մեր մասնագետը քան լավ կնկարագրի։ Համամը լոգանքի տեսակ է,
շատերի համար պարզապես լոգանքի տեսակ, որոշ մարդկանց համար նույնիսկ հիանալի ռելաքս լինելու տարբերակ, բայց իրականում ինքը ճիշտ կուլտուրա է մարմինը եւ արտաքինից եւ հոգեպես խնամելու համար։ Պրոցեդուրայի ընթացքում տեղի ունենում մարմնի մաշկի լիարժեք շերտազատում, այնուհետև հատուկ պարկերի միջոցով ստանում ենք հրաշքալի փրփուրներ, այսպես այո, ամպիկներ, դրանցով արվում է մերսում, ռելաքս մերսում, որից հետո արվում է գլխի խնամք եւ գլխի մերսում, կրկին փրփուրների միջոցով եւ Պրոցեդուրայի ընթացքում մեր հաճախորդները ոչ միայն ստանում են մարմնի ռելաքս, այլև հոգու հանգստություն եւ շատերը գնում են դեպի մանկություն, շատերն էլ ուղղակի գալիս են դեպի ապագա, բայց ապագա, որ իրեն սպասվում է այս պրոցեդուրայից հետո, որքան է տևում այս բազմաթիվ քայլեր դուք նկարագրեցիք, հիմա ես մտածում եմ, քանի ժամ կարող է 2 ժամ եւ ավել, 90 րոպեից 120 րոպե գրեթե տևում է։ Ահա։ Սա ամենաներից է։ Այո, ամենաառաջնային, որ պերֆեկտան Դուք նշեցիք, որ լիարժեք շերտազատում, սա կարող եք նշել ինչու է այդքան կարևոր, հաճախ սա նշում են տարբեր մասնագետներ, որ շերտազատումը կարևոր քայլն է դեպի մնացած թարմացնող պրոցեդուրաները եւ ինչպես ու ինչով եք դա ապահովում։ Տվյալ պրոցեդուրայի ընթացքում շերտազատումը կատարվում է հատուկ ձեռնոցների միջոցով, քեսակոչվող։ Տրադիցիոն հավանական բոլորս գիտենք, այո։ Շերտազատումը ոչ միայն մաշկը թարմացնելու, մաշկի երանգը վերականգնելու համար է, այլ նաև մաշկային շնչառությունը վերականգնելու, որովհետև մաշկը մեր համար մեկ շնչող օրգանն է եւ դա շատ կարեւոր է։ Եվ ամենամեծ մակերեսն ունեցող։ Այո, եւ ամենամեծ մակերեսն ունի։ Այո։ Ինչ կավելացնեք։ Առանձնահատկություններից համամին Պրոցեդուրան ընդհանրապես ամեն մանրուք մտածված է, նույնիսկ տարաները, որոնցով որ ջուրը լցվում է մարմնի վրա, տարաները պղնձյա տարաներ են, որոնց միջից ջուրը գալիս է շատ ծանր եւ այն ջերմաստիճանով, ինչ ջերմաստիճանով, որ մենք աղբյուրից վերցրել ենք, խորհուրդը դա է պղնձյա տարաների եւ այդ ծանրության հաշվին մենք ապահովում ենք լիմֆոդրինաժային էֆեկտ նաև ճնշման էֆեկտ, այո, բացի դրանից ջրի ջերմաստիճանը 38-ից 40 աստիճանի մեջ է տատանվում, որը եւս ապահովում է ոչ միայն արյան շրջանառության լավացում, այլ նաև մաշկի տոնուսը վերականգնող եւ խորը մաքրող էֆեկտ։ Եկեք երկրորդ էլի շատ սիրված, մենք խոստացել ենք 3 ծառայություն նշել, որոնք top առաջին հորիզոնականներում են։ Երկրորդին անցնենք։ Ինչ դուք կնշեք որպես լավանդա սպա փաթեթն է։ Շատ լավ է հնչում։ Շատ անուշաբույր է հնչում։ Երկու պրոցեդուրա, այսպես ասած, ոնց որ մեկ փաթեթով լինի։ Կրկին մաշկի շերտազատում է, բայց այս անգամ շատ խորը շերտազատում չի, սկրաբի միջոցով, լավանդայի սկրաբը արվում ամբողջ մարմնի, որից հետո յուղերով ռելաքս մերսում է կատարվում ամբողջ մարմնի։ Սա էլի լոգանքի հետ կապ ունի, թե միայն մասաժային, ինչպես ասում են, մերսման շրջանակում է արվում։ Լոգանքի հետ կապ չունի, ինքը էլի ջրային պրոցեդուրա է, բայց մասամբ է ջրային պրոցեդուրա, ավարտում ենք արդեն յուղերով մերսումով։ Գլխի մերսում, դեմքի մերսում, ամբողջ մարմնի մերսում։ Ոտքի մատքերից սկսած մինչև գլուխը։ Սա որքան է տևում սովորաբար։ Նույնպես 90-ից 120 րոպե։ Ահա։ Եվ մեկն էլ նշենք, որպես եռյակ, արդեն մեզ մոտ հայտնի գլխի սպա ծառայությունը, որտեղ արվում է գլխի, դեմքի, դեկոլտեի պարանոցի մերսում, դեմքի եւ մազերի խնամք։ Տևողությունը մոտ 75 րոպե է։ Շատ բարենպաստ ազդեցություն ունի գլխացավերի դեպքում,
հատկապես միգրենի ժամանակ նման խնդիրներով հաճախորդները շատ են օգտվում պրոցեդուրայից, որովհետև պրոցեդուրայի ընթացքում տեղի ունենում արյան շրջանառության բարելավում, լիմֆատիկ անոթների հոսքի բարելավում, ինչու՞ չէ նաև խնամքը մազերի, դեմքի մաշկի եւ կրկին շերտազատում էլ է, չէ՞, դեմքի մաշկի արվում հաստատ կարվի, քանզի այն ազատում է մեզ այդ խթանված միգուցե ծակոտիներից եւ այլն ազատում է, հետո նոր ամեն ինչ արվի, որ համել լավ ներծծվի, ողջ արդյունավետությունը բարձրանա, իսկ մազերի խնամք դուք ասացիք, այստեղ ինչ որ մազերի մնացող այդ մասկակոչվածներն են անում, մազերի դիմակը մի փոքր հակասական է հնչում, չէ՞, դիմակը դեմքի հետ, մազերի դիմակ, լավ, ասենք, ինչ է արվում, ինչի համար է դա արվում եւ սնուցող դիմակներ է դրվում մազերին, վերականգնող, սնուցող, իհարկե նաեւ գլխամաշկի մերսումի արդյունքում արդեն խթանում է մազերի աճին։ Նաեւ մնացած բոլորից։ Այ մասնագետը կինեզիոլոգը նշեց, որ միգրենով մարդիկ են հաճախ դիմում, սա փաստորեն կարող է որևէ առողջական խնդրի օժանդակ լուծում էլ հանդիսանալ։ Կարող եք նշել այն։ Այո, որովհետև սպա հապավումը որպես այդպիսին արդեն նշանակում է ջրաբուժություն եւ ինչու՞ չէ նաեւ ջրաբուժության միջոցով կարելի է նմանատիպ խնդիրների լուծումներ ճիշտ գտնել կարծում եմ այո եւ ոչ միայն կարծում եմ, այլ նաեւ մենք համոզվում ենք հաճախորդների թողած արձագանքներից շատ հաճախորդներ միգրենի գլխացավերով գալիս են գլխի սպայի հենց ու հետո հենց պրոցեդուրայից դուրս են գալիս հետո արդեն թեթևացած ասում են մեր գլխացավերը անցավ ամենալավ լուծումներ կարող են ավելի հազվադեպ դառնալ այո չեն կարող ասել լիարժեք դա միանշանակ բուժում է հանդիսանում բայց հաստատ եթե նույնիսկ բուժման կուրս է անցնում հաճախորդը միանշանակ օժանդակ տարբերակ է նաև որ այդ տարբերակով եւս կարելի է խնդիրը լուծել Իհարկե, անպայման բոլոր նրանց համար, ովքեր մեզ հիմա լսում են, այն ինչի մասին մենք խոսում ենք, դրանք չեն փոխարինում որևէ բուժման, դրանք բուժիչ էֆեկտ չունեն, այլ ունեն օժանդակող եւ ոչ պակաս կարեւոր խրախուսող կամ արդյունավետությունը բարձրացնող, այսինքն օգնող, աջակցող մեթոդներ են եւ սա չի չեղարկում բժշկի հետ կոնսուլտացիաները եւ բուժում անցնելը։ Հասկանանք թե կենտրոնի թիրախը ովքեր են դուք նշեցիք որ կանայք են աղջիկներն են եւ ինչու հենց կանայք ինչու եք կարծում որ կանայք այս ամենի կարիքը հատկապես եւ մասնավորապես ունեն ովքեր են գալիս ձեզ մոտ եկողների կերպարը հիմա ստանանք գալիս են այն կանայք ովքեր սիրում են խնամել իրենց ովքեր կարողանում են առօրյա հոգսերի մեջ գոնե մի ժամ տրամադրեն իրենց լավ Եվ կարծում եմ կինը առհասարակ շատ ավելի հոգնած է, քան տղամարդը։ Ես միանում եմ կարծիքին, գիտեք, կնոջ մոտ ավելի մանր, ավելի տարբեր սոցիալական դերերով ու խմբերով, չգիտեմ, տանը մի քիչ երեխայի հետ մի քիչ աշխատանքից, վերջացրած ֆիզիկական աշխատանքից կարծում եմ կինը շատ ավելի հոգնած է լինում, քան տղամարդը, որովհետև տղամարդու ուղեղում առանձին տոփիկներ են բացվում ու փակվում, իսկ կնոջ մոտ կարևորը որ բացվում են։ Իսկ կնոջ մոտ կարող են միանգամից բոլորը բացվել։ Եվ չգիտես երբ կփակվի։ Քանի ուղղություններով է միշտ կինը մտածում, միշտ դարված տուն, երեխաներ, գործ, մի խոսքով ամեն ինչ։ Այսինքն ձեզ մոտ գալիս են եւ բարով մոդայիկ single կանայք, ովքեր միգուցե երեխա, այդպես տնային հոգսեր շատ չունեն, բայց նաև մեր օրերում բարձրացել է գիտակցության մակարդակը, ինքնախնամքը կարևոր է։ Ցանկացած դեպքում ինքնախնամքի, նույնիսկ եթե աշխատում ես, երեխաներ ունես, ես գիտեմ նաև որ ձեր հիմնադիրները կանայք են եւ նրանք բազմազավակ մայրեր են, որոշել են անպայման հուսով եմ նրանց հետ էլ առանձին եթեր կունենանք, բայց նրանք որոշել են ահա շատ հոգնող, շատ սպառվող, հյուծվող կանանց համար
հատուկ կենտրոնը բացել։ Ոչ միայն նաև հոգնելը, չէ, կնշենք, այլ Հայաստանում դեռ այդ ժամանակ մի փոքր ավելի բարքերից ու կարգերից ելնելով չկար մի կենտրոն, որտեղ կինը կարող էր մտնել ու լիարժեք իրան զգար, չգիտեմ, հանգիստ, այո, հոգեպես հանգիստ լիներ, ապահով իրեն զգար, որ եկել է այնպիսի մի միջավայր, որտեղ ինքը կարող է հանգիստ ռելաքս լինել ու ոչինչի մասին չմտածել, որտեղ զբաղվելու են միայն իրենով։ Այո, աշխատակիցներն են միայն կանայք։ Այ դա է ուզում ասել, փաստորեն աշխատակազմը, մասնագետները, էլի կանայք են, աղջիկները։ Միայն կանայք։ Այ, կանանց դրախտ, այո։ Հասկանալի է մոտավորապես, թե ով կարող է ձեզ դիմել։ Մի փոքր կուզեի նաև այն ծառայություններից խոսենք, որոնք համեմատաբար ավելի երիտասարդ են, տենց ծեծված եւ շատ ճանաչված չեն, բայց լավն են եւ առանձնահատուկ են ու դուք կուզեիք ներկայացնել եւ հիմա հորդորել, որ գիտեք սրանից էլ օգտվեք, սա մի քիչ թերագնահատված եւ շատ չշրջանառված է, բայց լավն է, շատ օգտավետ է։ Ինչը կնշեք յուրաքանչյուր մեկական ծառայություն։ Երևի թե ունենք շարկո հիդրոմերսում ես էլ չեմ լսել այդպիսի բան, ուրեմն իրոք եւ նաեւ էնդոսֆերայի ցնցուղ շարկոն եւ եւ հիդրոմերսումը, որ էլի լիմֆոդրինաժային էֆեկտ է։ Չնայած որ արդեն բավականին տեղեկացված հաճախորդներ ունենք, նույնիսկ մշտական այցելուներ ունենք, շատ լավ վերապատրաստված մասնագետ ունենք։ Ինչպես է այն աշխատում մեխանիկորեն, ջրի շիթերով, ջրի ուժեղ շիթ է եւ ինչու, եթե կա մերսում, մի դեպքում մենք ստանում ենք լիմֆոդրինաժային էֆեկտ հիդրոմերսման պարագայում, իսկ ցնցուղ շարկոյի առավելությունը նաև հակացելյուլիտային էֆեկտ ունի, որովհետև ինքը հեռավորության վրա ջրի ուժեղ շիթ է, տաք ու սառը ջրերի կոնտրաստով, որը եւ մաշկի տոնուսն է վերականգնում եւ շատ հրաշալի հակացելյուլիտային պրոցեդուրա է, քանի որ այրան շրջանառությունը բավականին բարելավում է։ Եվ կուզեի խոսենք նաև կենտրոնի առավելությունների մասին՝ ի տարբերություն բազմաթիվ իրական քաղաքը լեփլեցուն է սպա կենտրոններով, մերսման կենտրոններով, տարբեր գնային քաղաքականությունների, տարբեր որակների եւ տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված։ Ես կուզեի, որ մենք հիմա հասկանանք պերֆեկտան ինչով է տարբերվում եւ աչքի ընկնում։ Ինչի մասին դուք խոսեիք։ Եվ արտաքին եւ ներքին։ Եվ արտաքին եւ ներքին։ Տարածքային կարող եմ նշել, որ մենք գտնվում ենք այնպիսի վայրում, վերին անտառային 13 դրոպ 4 հասցեում է գտնվում, քաղաքի մեջ, բայց քաղաքից կտրված, քաղաքի թողուբոհից, աղմուկից, խցանումներից կտրված մի վայր, որտեղ հաճախորդները մեր լիարժեք կարողանում են ռելաքսը իրենց գտնել մեր բարձր սպասարկումը, հոգատարությունը հաճախորդների նկատմամբ, հաճախորդակենտրոնությունը, հաճախորդամետություն կենտրոն է, այո, կարելի ասել, հաճախորդամետ կենտրոն է։ Ես գեղեցկությունն էլ կնշեի, շատ գեղեցիկ իրականում կենտրոն է, շատ գեղեցիկ հակահավորված, շատ այսպես օրիգինալ, տարբերվող։ Նույնիսկ դրսից մտնող հաճախորդները առաջին հայացքից երբ նայում են մասնագետներին, միշտ ասում են ձեր աղջիկներին հատուկ եք ընտրում, այսինքն բոլորը իրենց մարմնակառուցվածքով եւ արտաքինով մի խոսքով ամեն ինչ փորձում ենք այնպես անել, որ պերֆեկտա անվանը համահունչ լինի, պերֆեկտա լինի։ Քարոզելով առողջություն, այո, քարոզելով առողջություն, մի խոսքով վերականգնում, այո։ Ես իմ կողմից թույլ կտակ իմ տպավորություններով կիսվել, քանզի բազմիցս եղել եմ, իմ կողմից կնշեի, որ ես բարորդ եմ, եւ ինձ համար շատ հաճելի էր առանց խցանումների հասնել ավտոկայանատեղի, կյանքի տանջանքներից է մեր քաղաքի համար, կենտրոնից իրական 15 րոպեում կարելի է հասնել, այսինքն դու շատ հեռու չես գնում, ծայրամասեր, բայց նաեւ կանգնելու, կայանելու տեղ գտնում ես, այսպես նման է փոքրիկ պուրակի մեջի մուտքը,
ոնց որ աղվերանում լինես։ Այո, քաղաքից դուրս քաղաքի մեջ։ Այսպես պատշգամբ փիկ կա այնտեղ, ես գիտեմ, որ ամռանը սուրճ թեյ խմելու սրճարանային ինչ որ նոտաներ են ավելանում։ Ներով, հաճախորդները սպա խալաթներով հաճելի է այդտեղ սուրճ ու թեյ են վայելում։ Շատ նախանձելի է այդ պահը։ Իմ կողմից որպես առավելություն կնշեի, որ այնտեղ քանի որ միայն կանայք են, աղջիկներ են, կարելի է հանգիստ էլի լողազգեստով կամ ինչ որ խալաթով եւ այլ միջանցքներով սենյակից սենյակ անցնել առանց լարվելու, առանց մտածելու, որ ինչ-որ մենք կհայտնվենք շատ անհարմար իրավիճակում։ Այսպես, եւ կուզեի նաեւ մրցակցությունից խոսել, մենք էլի նշեցի, որ քաղաքը լեփլեցուն է սպա կենտրոններով ամենուրեք, ամեն խաչմերուկին, ամեն քայլափոխին, դժվար չէ դիմանալ այս դաժան մրցակցությանը, ինչպես եք դուք, ինչ քայլեր եք ձեռնարկում եւ արտաքին մրցակցությանը եւ ներքին պրոցեդուրաների արդիականությանը իրականում դժվար է, որովհետեւ այո, ինչպես նշեցիք, մրցակցությունը շատ մեծ է ու շատ ամեն օր ու ամեն րոպե, սակայն մենք փորձում ենք եւ մասնագետներին ընտրել բարձրակարգ մասնագետներ, հետս հետե վերապատրաստումներ անցնելով, նախ առաջինը կնշեմ, որ մենք ընտրում ենք մասնագետներ մարդկային բարձր որակներով, հատկապես մարդասիրությունը ամենաառաջի որակն է, որ պետքա ունենա տեխնիկան եւ պրոֆեսիոնալիզմը։ Այո, հետո նոր պրոֆեսիոնալիզմը, որը մենք ապահովում ենք վերապատրաստումներով, անընդհատ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս մասնագետները միշտ վերապատրաստումներ անցնում են։ Փորձում ենք անընդհատ նորացնել պրոցեդուրաները, հասկանալով մեր հաճախորդների ցանկությունները, որովհետև առհասարակ կնոջ մտքում ցակող ցանկությունները այդ ոլորտի հետ կապված եւ նաեւ մեր արդեն իսկ հավատարիմ հաճախորդների պահանջները, որովհետեւ մոտավոր արդեն գիտենք թե ինչ սեգմենտի հետ ենք աշխատում ու ինչի կարիք իրենք ունեն։ Այդ պրոցեդուրաներից մեկը մեր նոր այո Christmas պրոցեդուրաներ, որը որ սիրվել է բոլորի կողմից։ Ինչ էր կատարվում այդտեղ։ Մանդարինի աշխարհ ենք տանում բոլորին։ Լավանդան լսեցինք, մանդարինին, այո։ Մանդարինային սկրաբ է արվում ամբողջ մարմնի, մուս մարմնի, որից հետո ավելի խորը ծակոտիները մաքրելու համար, բացի դրանից սկրաբի ժամանակ մենք թարմ մանդարինի մզվածքով եւս պիլինգ ենք անում մաշկը, որի բույրը ամբողջ սրահում տարածվում է։ Ինչու Christmas Magic Christmas Mystery։ Հա, mystery, այդպես որոշվեց անունը։ Այլ մեջը, այո։ Որովհետև մանդարինը նոր տարվա հետ ասոցացվող առաջի բույրն էր, այո։ Կամ ինչև հիմա այս այո, ծառայությունը եկավ եւ մնաց։ Բայ ես չեք պատկերացնի ոնց եմ սպասում իմ գլխի սպային։ Չեք պատկերացնի, ես երազում եմ դրա մասին։ Իդեպ նշեմ, որ օրինակ այն մասնագետների համար, ովքեր շատ խոսքի հետ է կապված իրենց աշխատանքը, ձիգ կեցվածքի հետ է կապված, գլխացավերի եւ դեմքի լարվածության, ծնոտի լարվածության, ճակատի մկանների լարվածության խնդիր ունեն, իրենց շատ է պետք գալիս այդպիսի մասնագիտությունից եկնել իմն է, ես կարծում եմ, որ այնտեղ բժիշկներ, ուսուցիչներ, դասախոսներ այդ մեծ մարդկային շփման լարվածությունը շատ կարիք ունի ռելաքսի ու կարծում եմ պետք կգան ձեր պրոցեդուրաները։ Նաև հասկանանք ինչպես է ձևավորվում ձեր գնային քաղաքականությունը, ամենատարբեր արժեքների էլի կենտրոններ ու ծառայություններ կան, դուք ձեզ որ հատվածում կնկարագրեք եւ կդիրքավորեք։ Մեր ծառայությունները տատանվում են միջինից եւ միջինից բարձր գների մեջ։ Ունենք ծառայություններ, որը հասանելի են իհարկե բոլորին, այսինքն բոլորը կկարողանան իրենց համար հարմար տարբերակ ընտրել, միևնույն ժամանակ պահելով մեր որակը իհարկե։ Իսկ ինչն է ամենամեծ բաժինը գրավում արժեքների։ Դուք
ինչպես է արդարացվում այդ գոյացած մասնագետի վարչատրություն, մեր վաստակետների վարչատրությունը, ինչպես նաև նյութերը, որոնք որ մենք բերում ենք դրսից, աշխատում ենք հիպոալերգիկ յուղերով, աշխատում ենք սկրաբերով, էլի ոչ ալերգիկ Իսկ օրգանականի վրա շեշտ դնում եք, հիմա ամեն ինչի վրա գրում են օրգանիկ, իհարկե, մեզ մոտ դեմքի մերսման յուղերը պարտադիր օրգանիկ են։ Դուք ինչ կավելացնեք։ Ասծես։ Գնանք քաղաքականություն։ Եկեք ձեր մասնագիտացումից էլ զրուցենք, կինեզիոլոգ նշեցինք եւ սպա կենտրոնի գլխավոր մասնագետ, Ինչ խնդիրների համար է եւ ինչ պահանջմունքների համար է ցուցված այս մասնագետի օգնությունը, ծառայությունները։ Երևի դրա համար առաջին հերթին հասկանանք ինչ ասել է կինեզիոլոգիա։ Կինեզիոլոգիա թարգմանաբար նշանակում է գիտություն շարժման մասին եւ հետեւաբար այո, դա է առողջություն։ Եվ հետեւաբար կինեզիոլոգը կամ կինեզոթերապիստը դա այն մասնագետն է, ով ուսումնասիրում է մարդու մարմնի շարժումները եւ օգտագործելով մկանային թեստավորման տեխնիկան կարողանում է հասկանալ հենաշարժիչ համակարգի հետ կապված ինչ խնդիրներ են առկա անձի մոտ եւ կազմում է խնդիրներին համապատասխան բուժման տարբերակը։ Դա կլինի մերսումային տարբերակ, բուժական ֆիզկուլտուրայի տարբերակը, ջրաբուժության տարբերակը Իսկ այստեղ ռիսկեր չկան, որ մարդը միգուցե ունի օրինակ քրոնիկական խնդիր կամ առողջական սուր վիճակ եւ կարող է վնասել։ Այո, շատ կարեւոր այսպես ասեմ, տեղում է դրված մեզ մոտ հաճախորդների առողջական վիճակը վստահեցնում եմ, որ մեզ մոտ ոչ մի հաճախորդ վնասվածքներով հաստատ դուրս չի գա կամ վատթարացած առողջական վիճակով, որովհետև մենք ունենք թերթիկներ, որոնք որ հաճախորդները ներս մտնելուց առաջ պարտադիր լրացնում են փոքր տեղեկություն իրենց առողջական ընդհանուր վիճակի մասին, տարած վիրահատությունների մասին, քրոնիկ հիվանդությունների մասին, եթե անհրաժեշտությունը լինում է մենք հավելյալ հետազոտությունների ենք ուղարկում, չգիտեմ, օրինակ նյարդաբանի խորհրդատվություն է հարկավոր, այդպես ախտորոշումները բարձում եք թե ինչ ունի, իսկ դուք եթերից առաջ շատ կարևոր դրվագ նշեցիք, կուզեմ դրան էլ անդրադառնանք, դա համագործակցությունն է տարբեր բժիշկների, տարբեր հարակից մասնագետների հետ։ Այսօր շատ լայնորեն համագործակցում է բոլոր ոլորտների հետ, կարելի ասել մեր տներից սկսած, կոպիտ ասած, ամբողջովին կինեզիոլոգիան սկսվում է մինչև այո, աշխատավայր եւ այլն, օրթոդոնտիայի հետ է շատ լայնորեն համագործակցվում, նույնիսկ պլաստիկ վիրաբույժների հետ, ովքեր որ վիրահատություններից հետո հաճախորդներին ուղարկում են լիմֆոդրինաժային մերսումների կամ պրոցեդուրաների ավելորդ հեղուկից ազատվելու համար։ Այսինքն այտուցվել են վիրահատությունից, այո, հետ վիրահատական այտուցներից, այո։ Կինեզիստի խնդրի հիմքում հենց դա է ընկած հասկանալ հոգեհուզական ֆոնի արդյունք է խնդիրը, ուղղակի ստրեսի հետևանք է, այդ խնդիրները թե հետ վիրահատական է, հետ տրավմատիկ է, այսինքն այդ խնդիրները պարզելուց հետո արդեն հասկանալի է լինում, թե ինչ կարող ենք առաջարկել հաճախորդին։ Իսկ լինում է, որ ցավերը օրինակ շատ ակնառու մեղմանան, շատ լավ ազդի, ոչ թե այսպես կողքից այնքան որ հանգստացնող էֆեկտ ունենա, այլ նաև շատ բուժական ինչ որտեղ։ Միանշանակ լինում է։ Հա, պարանոցային, չգիտեմ, մեջքի ցավեր, հատկապես նստակյաց աշխատանքով ունի, այո, ովքեր համակարգչի առաջ են, ովքեր բանկային աշխատանք են կատարում, Ինչու՞ չէ երեխաները այսօրերում հիմա երեխաները ամբողջ օրը էկրանների հեռախոսների մեջ կամ հեռուստաների խնդիրն է դա։ Ցույցի առաջ, այո։ Ցավալի է, որ հենաշարժիչ համակարգի խնդիրներ այսօր կարող են դիտվել ոչ միայն միջին ու միջինից բարձր տարիքի անձանց մոտ, ինչը որ նորմալ կհամարվեր, այլ նաև շատ ավելի փոքր տարիքից։ Հեռախոսը Հեռախոսը միայն արդեն բավական է։
Գլխի ու պարանոցի Այո։ դիրքը աղավաղելու եւ Պարանոցի ու ողնաշարի խնդիրներով այո ունենում ենք նույնիսկ երեխաներ ու ամբողջ խնդիրը հենց դա է, որ այսօր միտեղ լավ է, որ զարգանում է, քանի գնում է ամեն ինչ, բայց մի ուրիշ տեսանկյունից այո, շատ իր վատ հետևանք է թողնում։ Շնորհակալություն, լրիվ պատկերացում ունեցանք Perfecta Spa կենտրոնի մասին, կարող եք այս կենտրոնին փնտրել, կենտրոնի մասին ինֆորմացիան փնտրել նաև Instagram-յան, չէ, եւ Facebook-յան հարթակներում եւ ավելի մանրամասն տեղեկացվել։ Մենք զրուցեցինք Perfecta Spa կենտրոնի մասնագետների Մարլենա Ալեքսանյանի հետ, մենեջեր, եւ Գրետա Հովակիմյանի հետ, ավագ մասնագետ կինեզիոլոգ։ Շատ շնորհակալություն։ Հուսամ կհանդիպենք որևէ հետաքրքիր թեմայի շուրջ։ Ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։